Կարիք չկա, հասկացեք վերջապես, կարիք չկա այլևս թվարկելու Նիկոլի սխալները, ծիծաղելի է, Նիկոլը ամբողջությամբ սխալ է, Նիկոլը այո ազգի թշնամին է, Նիկոլը դավաճան է, ընդ որում ոչ թե մարդկային ինքը, ոչ մեկին ոնց է մեզ դավաճան է, ոչ, ինքը քրեական օրենսգրքի սահմանմամբ է դավաճան և քրեական օրենսգրքի ամբողջ ծանրությամբ պետք է պատասխան տա, այլ ոչ թե այլ բառերով, և ինչ կարիք կա այսօր դուրս գալ և սկսել հերթով բացատրել, 5 տարի շարունակ դուրս են գալիս և բացատրում ենք ժողովրդին, ով մինչև հիմա չի հասկացել, չի հասկանալու իսպար, իսկ ով հասկացել է, սպասում է, որ առաջնորդեն պայքարի, պայքար չկա, ախր խոստովանեք, որ չկա պայքար, 5 տարի շարունակ, ես շատ շնորհակալ եմ մի շարք ելույթ ունեցողներին, շատ շնորհակալ եմ Ֆարմանյանին, շատ ճիշտ ասեց, բայց շատ շնորհակալ եմ նաև Արմեն Աշոտյանին, որովհետև ճիշտ ասեց, ես պիտի հեռացնեմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև գիտեք տենց մի տեսակ Ստանիսլավսկու տերմիններով, ես չեմ հավատում ձեզ, ես այս էներգիաներով չեմ տեսնում, ինչպես պիտի հանեք Նիկոլ Փաշինյանին, որ գալիս եք, որտեղ է հիմա Հայաստան դաշինքի ներկայացուցիչները, մի հոգի դահլիճում նստած կա Հայաստան դաշինքի ներկայացուցիչներից, 5 տարի շարունակ ամեն ցույցի տենց ցույց չկա, որ մենք ամբողջը թողած գալիս ենք, հիմա Սրբազանի համար ակցիաներ ենք անում, էլի մենակ մենք ենք, ոչ մի բան չկա, որին ես չեմ մասնակցել իմ ամբողջ ջանքերով, այն պարագայում, որի տարբերություն բոլորի քաղաքական գործիչ չեմ ուզում լինել և ոչ մի դեպքում չեմ լինի, բայց 5 տարի շարունակ ակնկալում ենք պայքար և պայքար չկա իսպար, փոքրիկ ինչ-որ բաներ են անում, ցույցեր են անում, մարդիկ ոգևորվում են, մյուս օրը այլևս չկա, ինչու չկա, որովհետև մյուս օրը հանկարծ հանդես է գալիս հարցը ով է լինելու հետո վարչապետ, ամոթ է մեր երկիրը սարսափելի վիճակում է, Նիկոլի հայտարարած 4-րդ հանրապետությունը, դա Ադրբեջանի կազմում Հայաստանն է, մինչև մենք սա չընկալենք, մինչև մենք ամբողջությամբ սարսափով չլծվենք, մենք չենք կարողանա պայքարել, այս փոքր ինչ-որ ելույթներով, տեսեք ով ելույթ ունեցավ դուրս եկավ գնաց, ամոթ չէ, Հայաստան դաշինքին ես ուզում ասել, պատճառներից մեկը, որ ժողովուրդը դուրս չի գալիս, թող ես այստեղ ժողովրդի ձայնի հնչեցումը լինեմ, չնայած ես միշտ ասում եմ, որ ժողովրդի անունից չեմ ուզում խոսել, այլ պատճառով, ես խոսում եմ ազգիս անունից, այլ ոչ ժողովրդի, որովհետև ես եմ ազգի էլիտան, ես եմ Էլեանորա Մանանդյանս, թե իմ ծագումով, թե իմ կրթությամբ, թե իմ որակներով, և դրա համար Հայաստան դաշինքը շատ ցավում եմ, որ չկա, պատճառներից մեկը, որ անընդհատ ինչ է լինում է Քոչարյանի ականջները դուրս են գալիս, հեռացրեք Քոչարյանի դաշտից և ժողովուրդը ամբողջ ջանքերով կպայքարի և վերջապես կգցի Նիկոլ Փաշինյանին, այլ ձևով հնարավոր չէ, և մինչև մենք չխոստովանենք ինքներս մեզ, հնարավոր չի լինի, ես շատ շնորհակալ եմ, պատիվ ունեմ Կուսակցությանը, շատ շնորհակալ եմ, ես այն մարդկանցից եմ, ով պայքարել է Լևոնի դեմ, պայքարել է Քոչարյանի դեմ և այստեղ 15 տարի առաջ եկել եմ պարանով, երբ որ Սերժի դեմ էի պայքարում, այնուամենայնիվ ես տեսնում, հիմա իրենք պայքարում են, միակ մարդիկ ազգային ժողովում, որ իրոք պայքարում են, ես տեսնում եմ, որ պայքարի գնում, այդ դրա համար սրտանց ասում եմ, շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ և լավ է, որ ինչ-որ գործ արվում, ես տեսնում եմ լուծում, ի հեճուկս այս ամբողջի ես տեսնում եմ լուծումը հետևյալն է, քաղաքական ուժերը, իրենց փաստացի սպառել են, պետք է ձևավորվի դաշինք մարդկանցից, հայերը ֆուտբոլ խաղացող ազգ չեն, մենք անհատականությունների ազգ ենք և ըստ այդմ պիտի լինի անհատականությունների դաշինք, թող լինի դաշինք այստեղ հիանալի մարդկանց տեսա, շատ ուրախացա, որ նման մարդիկ կան, և ես ավելի շատ դիմում եմ ոչ թե ձեզ, այլ բոլոր նրանց, ովքեր դուրսն են և մեզ նայում են, ովքեր տներում նստած սպասում են, որ գոնե մեկը վերջապես պատասխանատվություն ստանձնի, բոլոր դուք ոչ մեկին մի հավատացեք, ամեն մեկը դուրս եկեք պայքարի, պայքարեք եկեղեցու կողմից, պայքարեք ի պաշտպանություն եկեղեցու ձեր վառած մոմերի սրբության համար, պայքարեք մեր ամբողջ ազգի և հայ կոչվելու իրավունքի համար, և պետք չէ սպասել, որ հիմա առաջնորդներ դուրս կգան, ցավոք սրտի ով դուրս է գալիս, սկսում է մտածել ով կլինի վարչապետ, այն պարագայում, որ մեր ես քայքայված,
ողբալի վիճակում այլևս գտնվող երկրում վարչապետ լինելը շատ ծանր պատասխանատվություն կլինի։